Այն որ սրանք ասում էին, մենք զինվոր չունենք, բանակը իզուր ենք գովել, պետք է հանձնենք, որովհետև իրականում թույլ ենք, զենք չունենք, դաշնակից չունենք, թշնամին հզոր է, բայրակթար ունի, այդ կտերը չկերանք, համաձայնեցինք Սյունիքից տա, Ջերմուկից տա, Տավուշից տա, Գեղարքունիքից տա, որովհետև մեզ համոզում էին, թե մի օրում թուրքը կհասնի Երևան։ Մենք այդ կտերը կերանք, չէ՞, որ համաձայնեցինք սահմանազատում անել, սահման գծել, թե չէ մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլիներ։ Այդպես համաձայնեցինք նոր սահմանադրության գաղափարին, Արարատը մոռանալուն։ 2021 թվին մեզ չմանիպուլացրին, թե Քոչարյանը ուժեղ է, որ գա պատերազմ կանի Ղարաբաղի համար։ Մենք պատերազմ չենք ուզում։ Ու այս ճահճի մեջ խորացանք։ Մենք մանիպուլյացիայի զոհ ենք։ Իսկ ով ասաց, որ եթե չեն հանձնում, ուրեմն պատերազմ է լինում։ Ինչու եք կամ-կամով նայում։ Կարող ենք ոչ հանձնել, ոչ պատերազմ լինի։ Մեր նախկին 30 տարվա փորձը։ Դե թող Քոչարյանի ժամանակ տենց բաներ պահանջեն, բայց ինչի մտքներով չէր անցնում, որովհետև այն ժամանակ մեկ կրակոցին ստանում էին 10 կրակոց պատասխան։ Քոչարյանի ժամանակվա արտգործնախարարն ասում է, ինչ զենք թշնամիներ գնում, Քոչարյանը խնդիր էր դնում դրան հակադրողը ձեռք բերել։ Առաջ էին գալիս, պահանջում էր 10 անգամ ավելի շատ առաջ գնալ։ Սա սաղ զիջում է, ասում է զաթո զոհեր չեմ տալիս։ Ու այդպես թուրքը մտել է մեր երկրի մեջ։